Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել եւ իրականացրել է համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, վարելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ է ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում ավիակերոսին, որի իրացման վերաբերյալ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն։ Հարկային իրավախախտումների կանխման եւ բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՌԿ-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է 9 ընկերություն։ Այս ընկերությունների անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել զգալի ծավալի ավիավարելիք, որն էլ հետագայում վաճառվել է Հայաստանում գործող տարբեր անձանց, առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։ Տվյալ 9 կազմակերպություններից 3-ը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ հաշվետվություններ, իսկ 6 կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ։ Այս եղանակով խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Ձեռքբերված փաստական տվյալների եւ հանգամանքների վերլուծության եւ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՌԿ-ի կողմից հիմնադրված եւ ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր խմբում ներգրաված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանց կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարել իրական իրացման շրջանառությունները։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։